Փետրվարի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Ողջունելով հյուրին Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունները վերջին տարիներին ամրապնդման ու ընդլայնման հետևողական ընթացք են ունեցել, ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա կատարելագործման համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար Թենգիզ Շարմանաշվիլին ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը միշտ պատրաստակամ է եղել աջակցելու հարևան երկրի գործընկերներին, ինչի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր ԻՇԱ հանցավորության դեմ միասնական պայքարի։ Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ոստիկանական համագործակցությունն ավելի կխորանա եւ կզարգանա, խթանելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 6, յուրացման 2, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Աբովյանի բնակիչ 1958-ին ծնված Հեյբաթ Բուլղադարյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 010 59 06 14 0222 2 2202 հեռախոսահամարներով։ Փետրվարի 26-ին ուղիղ կապի ընթացքում ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը կպատասխանի քաղաքացիների հեռախոսազանգերին։ Հարցերը կարող եք ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում բողոքներ օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու վերաբերյալ։ Զանգահարել ժամը 15-ից մինչև 17-ը 010 59 60 54 հեռախոսահամարով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները փետրվարի 23-ին բացահայտեցին անօրինական թմրաշրջանառության դեպք։ Ժամը 19:30-ին նրանք ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի Խորենացու փողոցից թմրանյութ պահելու կասկածանքով մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին Իրանի քաղաքացի 30-ամյա Մոհսեն Գարիցենին ու 32-ամյա Արտուշ Այվազյանին։ Մոհսեն Գարիցենի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 124 գրամ մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված։ Նրա հետ ապրող դարձյալ Իրանի քաղաքացի Վահիդ Զերինղարայինը Գարիցենի Բաճկոնի գրպանից ներկայացրեց մոտ 130 գրամ մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, քննությունը շարունակվում է։ Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։